Տիկին Հովսեփյան, խնդրեմ ներկայացնեք ձեր ակնկալիքները, ինչ ակնկալիքներով եք եկել այստեղ, հետևում Սահմանադրական դատարանի քննությանը։ Տեսեք, ինչ տեղի ունեցել հունիսի 7-ին, դա բոլորի աչքի առաջ էր եւ ինչ որ տեղի ունեցավ հունիսի 7-ից հետո էլ առավել եւս ապացուցեց, որ այսօրվա իշխանությունները որևէ առնչություն չունեն առաջին հերթին հայ ժողովրդի հետ եւ երկրորդը օրենքի եւ իրավունքի։ Փաստացի տեխնիկապես ջնջվեց շուրջ 60,000 մարդու ձայն եւ դա բոլորի աչքի առաջ օրոց հետեքով, ինչպես ժողովրդական լեզվով ասած, մենք իհարկե լավ հասկանում ենք, որ այսօր դատական իշխանությունը Նիկոլ Կեղծարարի հրամանով առաջնորդվող դատական իշխանություն է եւ չկա իրապես իշխանությունների տարանջատում եւ բալանսավորում։ Բայց այնուամենայնիվ մենք համարում ենք, որ իրավական process-ներով մենք պետք է անցնենք, հասկանանք վերջնական մենք Հայաստանում ունենք իրավունք, օրենք, թե ոչ, եւ ըստ այդմ կառաջնորդենք մեր հետագա քայլերը։ Հավաքի մեսիջը որն է, ինչ մեսիջ է պարունակում այստեղ, նաեւ տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժեր են։ Տեսեք, աննախադեպ բան է տեղի ունեցել, որ 7 ուժ դիմել է Սահմանադրական դատարան, որպեսզի չեղյալ հայտարարվեն ընտրության արդյունքները։ Սա այն պարզ օրինակն է, որ հունիսի 7-ին ԱՄՆ-ին ժողովրդավար եւ թափանցիկ ընտրություններ չէին տեղի ունեցել։ Այստեղ այո ամենատարբեր մարդիկ են, տարբեր հայացքների տեր, բայց իրենց քվեին տերը անձիկ են, ովքեր որ համաձայն չեն, որ իրենց քվեն փոշիացնեն, իրենց քվեն ուղակի մեկ գրչի հարվածով ջնջեն։ Այստեղ ամեն մեկը իր մղումներով է, բայց հիմնական գաղափարը դա է, որ մենք տենենք մեր քվեներին։ Եթե Սահմանադրական դատարանը այնուամենայնիվ որոշի, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալները ճիշտ են, ինչ եք պատրաստվելու անել։ Մենք որպես առաջատար ընդդիմադիր ուժ բոլոր գործընթացներից հետո ամեն անկյունակարային այսպես գործընթացներից հետո հանդես են գալիս հայտարարություններով եւ մեր ժողովրդին շատ պարզ ներկայացնում ենք մեր հաջորդ քայլը, ինչպես որ եղել է մինչ հիմա եւ սպասենք այսօրվան դատարանի որոշումից հետո առաջ չեմ ուզում ընկնել, բայց մենք հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ։